Դուք դիտում եք օրագիրը այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի ընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանին, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հյուրընկալվելու համար։ Քարոզ Արշավը արդեն մեկնարկել է, հանդիպումներ եք ունենում ընտրողների հետ, ինչպիսին են առաջին տպավորությունները։ Քարոզ Արշավը մենք սկսել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, վերադառնալով Երևան ազգային ժողովի դիմաց ունենալով մամուլի ասուլիս, հետո քայլերթով դեպի Մատենադարան, բոլորը խորհրդանշական եւ եկեղեցուց սկսելը դա եւ մեծ խորհուրդ ունի իր մեջ, որովհետեւ եթե նայենք ազգային ժողովրդավարական բևեռը այն եզակի, այն քիչ, եթե ոչ միակ կուսակցություններից ազգային շարժումներից մեկն է, ով միջազգային բոլոր ատյաններում բարձրացնում է եկեղեցուն վերաբերվող հարցերը եւ ունենալով մի քանի լսումներ հրավիրելով նույնիսկ ԱՄՆ կոնգրեսում մեր լոբիստական աշխատանքի արդյունքով ունենալով բազմաթիվ հոդվածներ եւ բազմաթիվ հայտարարություններ հեղինակավոր միջազգային մամուլում, ինչպիսիք են Washington Times-ը եւ նմանատիպ հեղինակավոր լրատվականներում, այսինքն մենք պաշտպանում ենք եկեղեցին եւ մեր կարգախոսն է հենց այդպիսին հավատ, հայրենիք, ինքնիշխանություն եւ իգործ մեր վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանի վերջին խոսքը ՊՊՑ գնդի որպես ռազմագերի հանձնվելու պահին։ Իդեպ հետաքրքիր է, որ դուք ձեր ընտրացուցակի առաջին համարն եք, բայց վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն չեմ։ Այո։ Ինչով է պայմանավորված այս որոշումը։ Տեսեք, ընդհանրապես ավանդույթի է վերածվել, որ միշտ ընտրացուցակի առաջին համարն է լինում վարչապետի թեկնածուին, սակայն օրենքը նման պարտադրանք չունի եւ սա պետք է դիտարկենք, որ նախ սա ազգային ժողովի կուսակցությունների ընտրությունն է, այսինքն որ կուսակցությունները պետք է անցնեն ազգային ժողով եւ ըստ այդմ ազգային ժողովը ինքն է 1/3-ը ինքն է առաջադրում վարչապետի թեկնածություն եւ մենք ունենք մեր վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանը, իհարկե նա գտնվելով արդեն որպես դատապարտյալի կարգավիճակում բավականին մեծ իրավական խոչընդոտներ կան, եթե ենթադրենք մենք մեծամասնություն կազմենք, բայց իրավական առումով լրիվ փակուղու մեջ չի եւ կփորձենք բոլոր հնարավոր միջոցները կիրառել Վարուժան Ավետիսյանին ազատ արձակելու եւ անշուշտ իրավունքի սահմաններում, այո։ Իրավունքի սահմաններում բնականաբար այնտեղ իրավական գործողությունների մեջ կա, որ դիմել նախագահին արդեն գոյություն ունեցող քաղաքական իրողություններով, որպեսզի համաներում շնորհվի կամ կալանքի վիճակը փոխվի, մի խոսքով հնարավորությունները լրիվ փակված չեն։ Պարոն Կարապետյան, խոսենք մարդկանց արձագանքների մասին։ Ձեր քաղաքական ուժը բավական ակտիվ է եղել ընտրություններին մասնակցելու առումով, ինչպիսի արձագանք եք ստանում քաղաքացիներից։ Տեսեք, էլի ասեմ, այլ տեղեր եւս առիթ եղել է ասելու, ազգային ժողովրդավարական բևեռը չի ստեղծվել 3 ընտրություններին մասնակցելու համար եւ այն կուսակցություններից չի, որ ի հայտ են գալիս մենակ ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից առաջ կարծես ասելիք չունեն։ Մենք մշտապես եւ ընտրություններից հետո 21 թվականին նկատի ունեմ եւ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո մշտապես ակտիվ փուլում ենք եղել եւ փողոցային պայքարների տեսքով բողոքների կամ խրախուսանքի մի խոսքով փողոցում միշտ ներկայություն ունեցել ենք 1 տարի շարունակ շուրջ 1 տարի նստացույց ենք ունեցել Ազատության հրապարակում 23 թվականի օգոստոսից մինչև 24 թվականի ապրիլի կեսերը, այսպես քաղաքացիների հետ շփումներում տեսեք մեզ քիչ լուսաբանելու կամ ընդհանրապես չլուսաբանելու արդյունքում տարիներ շարունակ այո մենք գտնվել ենք մեդիա բլոկադայի մեջ եւ մարդիկ մեծամասամբ գիտեն մեր մասին ասածը ոչ թե այսինքն լսում են մեր մասին ասածը ոչ թե հենց ուղիղ մեզ եւ սա բավականին մեծ խոչընդոտ է եղել բայց հիմնականում շփումների մեջ անձնական շփումների մեջ Քարոզ Արշավի ընթացքում զրույցների ընթացքում շատ հաճելի շատ բարեհամբույր վերաբերմունքի ենք արժանանում գովեստի խոսքերի շատերը ոգևորություն ունեն մեր նկատմամբ, մեր խիզախության բևեռը լինելով ամենահալածված ուժերից մեկը, մի խոսքով ինքը մեծ ասելիք ունի այս ընտրություններին։
Դուք ասում եք ամենահալածված, բայց շատերն էլ բնորոշում են ձեզ որպես բավական ծայրահեղ հայացքներով ընդդիմադիր ուժ, նաև դատելով որոշակի պատմական իրողություններ ոչ վաղ անցյալում։ Կուզենայի խոսել ձեր համակիրների բանակի մասին, ավելացել է համակիրների բանակը, ինչ ակնկալիքներով եք գնում ընտրություններ, ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ Տեսեք, ծայրահեղ բառը ես չէի օգտագործի այս դեպքում մեր մասին, մենք ավելի շատ արմատական ենք, ոչ թե ծայրահեղ։ Ծայրահեղ վիճակի մեջ գտնվում է մեր երկիրը, եւ մենք ծայրահեղ հայրենասեր ենք, մենք ծայրահեղ արմատական ենք, մենք ծայրահեղ չենք ընդունում ուրիշի գերակայությունը ստորադասելով մեր ազգային պետական շահերը։ Մենք նման դեպքերում, այո, մենք ծայրահեղ արմատական ենք, բայց արմատական, ազգային։ Ինչ վերաբերվում է մեր, ինչպես ասեցիք, շանսերին, ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Մենք մեր կանխատեսումների մեջ վերջին 8 տարվա ընթացքում մենք մեր կանխատեսումների մեջ ցավոք որոշ դեպքերում նաև ճիշտ ենք դուրս եկել։ Կանխատեսումներ ասելով նկատի ունեք Հայաստանի եւ Արցախի հետ կապված։ Այո, Հայաստանի եւ Արցախի հետ կապված, որովհետեւ 2018 թվականին մեզ նույնպես եւ միայն երևի մեզ էին մեղադրում ծայրահեղականություն ունենալու մեջ, բայց ցավոք սրտի մեր ասածները, որ էйֆորիայի ֆոնի վրա ձևավորված ազգային ժողովը չի ունենալու այն գործիքակազմը եւ այն կամքը, սկզբունքը, որ կարողանա Հայաստանի գլխին ծառացած խնդիրները լուծելու եւ ունենալու է տարիքես 2 տարի ժամանակ ամբողջ քաղաքական դաշտը լծված էր մեզ մեղադրելու, ծայրահեղացնելու եւ մեր գաղափարները, ծրագրերը վարկաբեկելու մեջ, սակայն մենք ժամանակի մեջ ճիշտ դուրս եկանք եւ այն խնդիրը, որ Արցախի գլխին կախված էր պատերազմի տեսքով, մենք ունեցանք եւ մենք մեր կանխատեսումների մեջ ճիշտ դուրս եկանք։ Այն որ մենք տարիներ շարունակ ասում ենք, որ խնդիրը համակարգի մեջ է եւ այս երրորդ հանրապետություն կոչված, ոչ թե թվանշաններով եմ ասում երրորդ հանրապետություն, այլ որպես հայեցակարգ, հա, այս երրորդ հանրապետության ծրագիրը այնպես է ծրագրավորված, որ ինքը տանելու է սկզբում Արցախի կորստի, հետո Հայաստանի Նիկոլ Փաշինյանն էլ երրորդ հանրապետության հետ կարծես թե համաձայն չէ, որտեղ խոսում է իր խոսույթում էլ կա 4 հանրապետությունը։ Այդ նմանությունը ձեզ չի մտահոգում։ Տեսեք, այդպիսի նմանությունները միայն խոսքի մեջ չեն, այլ բովանդակության մեջ, որովհետև ասում են, տեսեք ինքն էլ էր 19 թվականին Նիկոլ Փաշինյանն էլ էր 19 թվականին ասում Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել բովանդակությանը։ Մենք ոչ թե ուղակի հաճոյանալու համար, մենք տեսեք այս նախընտրական փուլում մենք մեր խոստումների մեջ էլ չենք փորձում հասարակությանը հաճոյանալ, հաճելի խոստումներ տալ։ Մենք որ ասում ենք Արցախը Հայաստան է ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, մենք ունենք դրա իրավական հիմքը, այսինքն Արցախը Հայաստան է, ինչպես է Հայաստան։ Հայաստանի սահմանները Ադրբեջանի հետ, այսինքն մեր հարավ-արևելյան սահմանները որոշվել են 1920 թվականի փետրվարի 24-ին ազգերի լիգայի կողմից Փարիզի վեհաժողովում եւ որոշման մեջ կար նաև կցված քարտեզ։ Այսինքն մենք մեր գաղափարախոսությամբ մենք հռչակում ենք, որ մենք առաջին հանրապետության իրավահաջորդն ենք, ոչ թե սովետական միության փլուզման արդյունքում առաջացած նոր պետություն, այսինքն մենք ունեցել ենք պետություն, որը բոլշևիկա-թուրքական հարձակումների արդյունքում կորցրել է իր անկախությունը։ Դες հետ շատերը չեն համաձայնի, պատմաբանները, քաղաքագետները, բայց այնուամենայնիվ Հայաստանի երրորդ հանրապետությունը հանդիսանում է խորհրդային միության իրավահաջորդ։ Հենց սխալը դրա մեջ է, որ չի կարող լինել իրավահաջորդ մի միավորի, որը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Չմոռանանք, որ Արցախը առանձնացավ Ադրբեջանից սովետական միության փլուզումից հետո իրավական, միջազգային իրավական նորմերի սահմաններում դա չենք կարող շղթել այնուամենայնիվ։ Նաև չենք կարող շղթել, որ 88-ի շարժման հիմքը եւ միակ լոզունգը հենց միացում շարժումն էր եւ չենք կարող մոռանալ դեկտեմբերի 2-ի Արցախի կայացած Հայաստանին միանալու
հանրաքվեն, դա էլ չենք կարող մոռանալ։ Եվ նաև չենք կարող մոռանալ հենց այդ սովետական Հայաստանից բխող հայեցակարգային կեղծիքները, որով մեզ բերեց եւ իրավական եւ շատ շուտով նաև այս իշխանության մեծ ջանքերի շնորհիվ նաև Ադրբեջանին հաջողվելու է մեզ օկուպանտի շապիկը հագցնել, որը ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանին, այսինքն Ադրբեջանը Ալիև արդեն մեզ հայտարարում է սեպարատիստներ, ահաբեկիչներ եւ այլն։ Պարոն Կարապետյան, միայն մեր գաղափարն է, որ կանխելու է Ադրբեջանի հետագա նկրտումները մեր նկատմամբ։ Ո՞րն է այդ գաղափարը։ Առաջին հանրապետության իրավահաջորդությունը, որը կոտրելու է բոլշևիկա-թուրքական Լենին-աթաթուրք դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը եւ մեզ բերելու է միջազգային իրավունքի դաշտ, որը թույլ չի տալու Ադրբեջանին ունենալ հետագա նկրտումներ ներկայիս Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ, մեր իրավունքների նկատմամբ։ Ինչպես եք դրան հասնելու։ Ո՞րն է ծրագիրը։ Քայլ առ քայլ խնդրում եմ հնարավորինս սեղմ պատասխանեք, որպեսզի հասցնենք մյուս հարցերին։ Մեր ծրագիրը այսպիսին է. նախ պետք է ստեղծենք ներկայիս մեր Հայաստանի համար անվտանգային նոր համակարգ, մենք ոչ թե ականջահաճո կամ ամպագորգոր բառեր ենք ասում նոր անվտանգային համակարգ, մենք ռեալ լուծումներ ենք ասում եւ այդ լուծումները ունեն անվանումներ։ Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ, այստեղ պետք է ուշադրություն դարձնել, ոչ ՆԱՏՕ անդամ, որտեղ ՆԱՏՕ բառը կա, սրա մեջ նաեւ հասարակությունը սխալ է հասկանում։ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, դա ինչ է նախատեսում, ինչ է ներկայացնում, ինչ է դա իրենից ներկայացնում է մուտք դեպի ԱՄՆ բարձր տեխնոլոգիաներով սպառազինություն, համատեղ այդ սպառազինության արտադրություն, համատեղ զինավարժություններ եւ նոր մոդելի բանակ, որի ծրագիրը նաեւ ունենք ելի մենակ մենք, Ինչի դիմաց է ԱՄՆ-ն դա մեզ տրամադրելու։ Իր շահերից ելնելով։ Իր շահերից ելնելով մենք տեսանք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան եկավ, ինչ հայտարարություններ արեց, զուտ հայտարարությունների բնույթով եւ Ադրբեջանում ինչպիսի ռազմավարական կարեւորության փաստաթուղթ ստորագրեցին։ Դե նույն Վենսը Հունգարիայում էլ հայտարարություններ արեց եւ մենք տեսանք Հունգարիայում Օրբանի պարտությունը։ Այդ մի կողմ դրած նախ պետք է ստեղից սկսել շեշտել, որ մենք նման պահանջներ, նման բանակցություններ երբեք չենք ունեցել, այլ որ ազգային իշխանություն կունենանք, դուք կտեսնեք տարբերությունը եւ երկրների հարաբերությունները ինչպիսի նոր փուլի մեջ են սկսելու զարգանալ։ Ուզում եք ասել, որ ԱՄՆ-ն զոհելու է տարածաշրջանում իր գլխավոր ու կարևորագույն դաշնակից Թուրքիային հանուն Հայաստանի։ Նախ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցը չի, դա միայն ՆԱՏՕ-ի մեջ է պայմանավորված, իսկ ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ կա հստակ կետ, հոդվածը չեմ հիշի, բայց կա կետ, եթե հարձակում լինի Թուրքիայի վրա, դա հարձակում է ամբողջ ՆԱՏՕ-ի վրա եւ մենք չենք խոստանում հարձակում Թուրքիայի վրա եւ եթե տեսնենք ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից Իսրայելի սրումը Թուրքիայի հետ հարաբերությունները մենք տեսնում ենք այդ սրված վիճակը։ Մենք տեսնում ենք նույն ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները Կիպրոսի հարցով, այսինքն այստեղ բավականին հարաբերական է այդ դաշնակից կարգավիճակը, այնպես որ եթե նկատեք նաև Թուրքիայի ներսում կատարած վիճակագրական տվյալները հարցումների տեսքով իրենք ԱՄՆ-ին դիտարկում են որպես հակառակորդ պետություն։ Դա ավելի շատ խիստ մուսուլմանական շրջանակներում։ Սա այսինքն սա ոչ թե հիմնական հենց իմ ասած թեզի ապացույցն է, այլ սա որպես տրամադրությունների ցուցանիշ։ Որպես տրամադրությունների ցուցանիշներից մեկը։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ դուք մասնակցել եք նաև նախորդ ընտրություններին եւ ցուցանիշը բավարար չի եղել, անցնող քվեներ չեք ստացել եւ հիմա երբ որ գնում ենք 2026-ի ընտրություններ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն խաղաղությունը, որով սպառնում է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին, ինչպես փորձագետներն ու քաղաքագետներն են ասում, ինչու սպառնում է, որովհետև ասում են, եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու եւ խոսում է անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգ այլևս բարձում է մեզ համար առաջնային օրակարգ չէ։ Այս
Փաշինյանական ապագայի տեսլականը հաշվի առնելով այս մտայնությունը կա։ Ինչու այն քաղաքական ուժերը, որոնք շանս չունեն հաղթահարել անցողիկ շեմը, չմիավորվեն մեծ դաշինքների շուրջ ընդդիմադիր, դրանով ապահովելով կարևորագույն հարցի լուծումը՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության հեռացումը։ Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար։ Տեսեք, միավորումների առումով ասեմ, որ Բևերը ստեղծվեց 2020 թվականի մայիսին որպես վերկուսակցական Բևեր, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ կուսակցությունները, անհատները գան միավորվեն մեկ ընդհանուր միավորի մեջ, ունենանք ազգային Բևեր մի խոսքով մեր երկրում։ Ունեցել ենք բազմաթիվ միավորման առաջարկներ, նաև մենք ենք առաջարկներ ուղարկել շատերին, ունեցել ենք բազմաթիվ կլոր սեղաններ, տարբեր ուժերի հետ քննարկումներ, սակայն մեզ ցավոք սրտի չի հաջողվել այդ մեծ միավորումը ստանալ եւ այդ միավորումը չպետք է աննպատակ լինի։ Այսինքն դուք բացառում եք, որ դուք միանաք, պիտի անպայման ձեզ միանան։ Չէ, տեսեք, մենք նաև շատ դեպքերում հանդես ենք եկել, մեր կուսակցական դրոշը առաջինն ենք իջացրել բազմաթիվ մեծ շարժումներին, մեր մասնակցությունը, մեր ներդրումը ունենալուց, դա փաստ է, մեզ չեն կարող դրա մեջ մեղադրել, սակայն այս ընտրությունները մենք դիտարկում ենք մեր պայքարի փուլերից մեկը, դուք մատնանշեցիք, որ 2018-21 թվականին անցողիկ շեմը չեք հաղթարել եւ վատ արդյունքներ եք գրանցել, ես թույլ տվեք մի փոքր չհամաձայնվեմ ձեր ձևակերպման հետ, ասեմ, որ 2021 թվականի ընտրություններին, օրինակ, մենք 26-25 ուժ կար մասնակցող եւ մենք 6-րդն էինք։ Այսինքն երկու կուսակցություն էինք թողել մեր առաջ եւ երկու դաշինք եւ մեկ կուսակցությունը անցավ խորհրդարան, այսինքն հաշվի առնելով նաև այն տոտալ մեդիա բլոկադան, հաշվի առնելով 21 թվականին տեղի ունեցած ընտրակեղծիքները, մեր հաշվարկներով մենք նաև անցողիկ շեմը նաև հաղթահարած ուժ էինք, բայց համակարգը երկու անգամ տարբեր գործիքակազմ, մենք գիտենք ինչպես են դա անում։ Իսկ հիմա վստահ եք, որ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անկեղծ է անցկացնելու։ Ոչ, մենք դրա մեջ վստահ չենք, քանի որ մենք ի սկզբանե ես գոնե հայտարարել եմ, որ ընտրությունները արդեն անարդար կերպով է ընթանում, նախ չի կարող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ լինել կուսակցական, նախկին կուսակցական կամ սահմանադրական դատարանի դատավորները լինեն նախկին աշխատակիցներ կամ իշխանությանը լոյալ մարդիկ չեն կարող անաչառ որոշումների ջատագով լինել, նաև ունենալով լայն վարչական լծակներ մինչ քարոզարշավի հայտարարելը շրջել տարբեր մարզերով եւ հայտարարել, որ սա ներկուսակցական հանդիպումներ են, բայց մենք տեսնում ենք, որ ներկուսակցական չէ։ Մի խոսքով անարդար պայմանները նաև մեդիայի լուսաբանման արդյունքում որոշակի, սակայն այս փուլում բայց մեդիան ձեզ լուսաբանում է, որպես լրագրող չի ուզենա, որ գործընկերներից փուլ է, այսինքն ոչ միայն հիմա, մինչ ընտրությունները, մինչ քարոզարշավներ, լուսաբանումներ ոչ այնքան, ինչքան որ մյուս ուժերին է լուսաբանում, այս տարբերությունը շատ հեշտ է ապացուցել թվային դարում։ Եկեք դրա վրա չկենտրոնանանք, դա շեշտեցինք, փաստեցինք, որ կա այդպիսի բան։ Ինչ վերաբերում է որևէ ուժին միանալու կամ չմիանալու միասնական նման փորձեր եղել են, սակայն տեսեք, մեր սկզբունքներին եւ գաղափարախոսությանը արմատական տրամագծորեն հակադիր կարծիք ունեցող ուժերի հետ միավորումը ուղղակի անհնար է։ Իսկ աջակցելը մի միավորվեք, բայց աջակցեք հաշվի առնելով այն բնորոշումները, որ տալիս են այս ընտրություններին։ Որոշակի սկզբունքների մեջ, տեսեք, օրինակ այս իշխանություններին հեռացնելու հարցում
միանշանակ է մեր որոշումը, այսինքն մենք դաշինք կամ որևէ աջակցություն չենք ունենա, սա բացառում եք ԿԲ-ի հետ որևէ համագործակցությունը։ Սա է։ Իսկ ինչ վերաբերում է պատմությունը եւ կյանքը ինքն է ստիպելու բոլոր ուժերին վերադառնալ մեր գաղափարին, որովհետեւ Ադրբեջանը ինքն է տանելու, հասցնելու առաջին հանրապետության ժամանակաշրջան։ Տեսեք, իրենց հայտարարում են առաջին ռուսավաթական Ադրբեջանի հետևը։ Պարոն Ղարապետյան, սա մի շեշտադրում էլ անեմ, տեսեք, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային ներողություն ՄԱԿ-ի դատարան դիմեց, որ 1918 թվականի մարտի 31-ը իրենք ճանաչեն հայերի կողմից ադրբեջանցիներին ցեղասպանելու օր։ Այնինչ հակառակն է եղել։ Այսինքն իրենք են տանելու մեզ առաջին հանրապետության ժամանակաշրջան եւ ստիպված քաղաքական ուժերը պետք է գան համախմբվեն հենց կոնկրետ այդ միակ առաջարկի, որովհետեւ այլ բանաձև այլ գործիքակազմ չի լինելու Ադրբեջանի հետագա նկրտումները կասեցնել։ Պարոն Ղարապետյան, նորից վերադառնալով ձայների փոշիացմանը, դուք նշեցիք, որ սա հերթական ընտրություններն են, այո, ձեր ուժի համար, բայց Հայաստանի հանրության միստվար զանգված ընդդիմադիր դաշտը գրեթե ամբողջությամբ միաձայն համաձայն են այն տեսակի հետ, որ այս ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։ Այո։ Որ սա ընտրություն է Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջան դառնալու հեռանկարի միջև։ Հետևաբար այդ ճակատագրական լինելը հաշվի առնելով չարժեր մի կողմ դնել ամբիցիաները, սա շատերի կողմից բարձրացվող հարցադրում է, մարդիկ ուզում են այս հարցի պատասխանը լսել, որպեսզի համատեղ ուժերով հեռացվեր այս իշխանությունը։ Ինչու մի կողմ չդնել ամբիցիաները եւ հերթական անգամ, ինչպես ասում են, արկածախնդրության չգնալ։ Ես հույսով եմ այս հարցը կտակ նաև այն 19 ուժերից յուրաքանչյուրին, նախ ձայներ փոշիացնողը, այսօր ամենամեծ ձայն փոշիացնողը դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Բևերը ունենալով շատ դառը ճակատագիր, այսպես ասեմ, անցած դժվարագույն ճանապարհ, անցնելով բանտերով, հալածանքներով, քրեական շինց ու գործերով, փողոցներում ծեծ ու ջարդ ունենալով մենք ունենալով նաև որոշ դեպքերում նաև հաղթած գաղափարներ, թեկուզ ցավալի կամ կանխատեսումների վերլուծությունների արդյունքում մենք չենք դիտարկում, որ մեր մասնակցությունը այս ընտրություններին ձայներ փոշիացնել է։ Տեսեք, եթե նույնիսկ մեզ հաջողվի շատ փոքր կազմով ներկա լինել ձևավորվող ազգային ժողովում, մենք ունենալու ենք խորհրդարանական, այսինքն պետական որոշակի լծակներ եւ մենք շատ մեծ հրաշքներ ենք գործելու հենց Հայաստանի համար։ Ինչպես փոքր ներկայացվածությամբ խորհրդարանական ոչ թե սա խոստում է, սա արդեն ապացուցված փաստ է, որովհետեւ Բևերը ներկայումս չունենալով պետական լծակներ, չունենալով մեծ ֆինանսական աջակցություն, մեր ֆինանսները գոյանում են միայն մեր աջակիցների, մեր հայրենակիցների եւ բաց ուղիղ եթերով, սա ասեմ։ Միակ կուսակցություններից մեկն է, ով աշխարհի այսօր ամենահզոր պետության ներսում Վաշինգտոնում կոնգրեսի, սենատի, Վենսի Գրասենյակի հետ լոբիստական աշխատանքներով փորձում է Հայաստանի շահերը պաշտպանել։ Վենսի Գրասենյակի հետ ձեր վարձած լոբիստական ընկերությունը աշխատում է, բայց տեսեք, ռազմավարական համագործակցության հաստատող Ադրբեջանի հետ կնքեցնույն պետությունը, հա, տեսեք, մենք խորհրդարանական ուժ չենք, այլ որ խորհրդարանական ուժ լինենք, մեր լծակները ավելի լայն լինեն։ Մենք այդ հանդիպումները, նամակների փոխանցումը անում ենք բավականին մեծ դժվարություններով, որովհետև գործող պաշտոնյաները, հա, արտասահմանյան գործող պաշտոնյաները իրենք հակված են հանդիպումներ, առանձնազրույցներ կամ համագործակցություններ ունենալ գործող իշխանությունների կամ պաշտոնատար անձանց հետ։ Եվ այդ ամենը մեզ հաջողվում է մեծ դժվարությամբ, սակայն մենք նաև հաջողություն ունենք գրանցած 2025 թվականին, հիշեք 24 թվականի վերջին եւ 25 թվականի սկզբին
պատերազմի հավանականությունը շատ մեծ էր Հայաստանի նկատմամբ, սա շատ հեշտ է ապացուցել, որովհետև եթե հետևենք դեսպանատների հայտարարությունները, որ իրենք կոչ էին անում իրենց քաղաքացիներին չայցելել Վարդենիսի շրջան, Գորիսի շրջան, Տավուշի շրջան եւ հավանական էին լոկալ հարձակումներ լինել, ոչ պատերազմական եւ հունվարի չէ, նաև բոլոր լրատվականներում համարյա եւ միջազգային եւ մեր ներքին լրատվականներում վերլուծական մակարդակով շեշտում էին, որ այն վակումը, որ հին նախագահ ավարտել է իր պաշտոնավարումը եւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը դեռ ինագուրացիա չի արել, դուք հիշեք, որ մեր 2020 թվականի պատերազմը հենց այդ վակումի փուլում առաջացավ, երբ ԱՄՆ-ն բացակայում էր հիմնական բոլոր տարածաշրջաններից եւ նորից կրկնվելու էր այդ վակումի շրջանը դեռ հունվարի սկզբին եւ կհիշենք նաեւ սա եւս շատ հեշտ է ապացուցել հունվարի 8-ին, եթե չեմ սխալվում, Ալիևը հայտարարություն արեց, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ պետք է ոչնչացվի, այսինքն անկախություն, ինքնիշխանություն ունենալու իրավունք չունի։ Նմանատիպ հայտարարություն հիմա էլ է անում, հայ ժողովրդին անվանում է հոգեկան հիվանդ, որ պետք է բուժվի։ Այդ հայտարարությունը, եթե համադրենք նաեւ դեսպանատների կատարած հայտարարությունների հետ, ռազմական գործողությունները հատկապես Սյունիքի եւ Գեղարքունիքի նկատմամբ շատ բարձր էր գնահատվում եւ ազգային ժողովրդավարական բևեռը միայն լինելով Վաշինգտոնում ունեցել է, սա որոշ ժամանակ անց նաև հրապարակ ենք պաշտոնական փաստաթղթեր ու անձնական հանդիպումներ է ունեցել սենատորների հետ, բարձր պաշտոնյաների հետ, կոնգրեսականների հետ եւ Վենսի գրասենյակի հետ բարձրաձայնելով Հայաստանի գլխին կախված վտանգը եւ դա ինչ ազդեցություն ունեցել։ Ազդեցություն ունեցել է, որ կասեցվել է այդ ռազմական գործողությունները, այսինքն ձեր աշխատանքի շնորհիվ կասեցվել է։ Մենք ունեցել ենք մեծ ներդրում հենց դրա մեջ։ Պարոն Կարապետյան, կարողացել եք ձեր խոսքերով դուք մեծ աշխատանք եք տարել, կարողացել եք կանխել Ադրբեջանից եկող ռազմական վտանգը, բայց Վենսից չեք կարողացել ռազմավարական Հայաստանին օգուտ բերող որոշակի դրույթների մասով փաստաթուղթ Հայաստանի, չէ, մենք մեր հետ որևէ փաստաթուղթ չեն ստորագրի, քանի որ մենք արտախորհրդարանական Հապա ինչպես է ստացվում, որ արտախորհրդարանական ուժը կարող է ազդել պետությունների աշխարհաքաղաքական ծրագրերի վրա։ Մենք ունենում ենք ազդեցություն, տեսեք, մենք 2-3 անգամ մեր եկեղեցու վրա հարձակումների համար ունեցել են կոնգրեսում լսումներ։ Այսինքն կարողանում եք միջազգային Արցախի հարցով եւս կոնգրեսում ժամանակին, երբ բլոկադայի մեջ էր, երբ որ վտանգի մեջ էր, մենք եւս մեր ամեն մի ջանք չենք խնայել, որ այդ լսումները տեղի ունենա։ Մենք միայնակ ենք մնացել այդ պայքարում եւ մենք շատ դեպքերում ենք միայնակ մնացել տարբեր պայքարի ճակատներում, չեն կարողացել այդ պատասխանատվությունը, այդ խիզախությունը վերցնել իրենց վրա, մենք դա արել ենք։ Հիմա դա ինչքանով է ստացվել, ինչքանով հաջողվել, չի հաջողվել, ժամանակը ցույց կտա եւ ժամանակը ցույց է տվել։ Ինչ վերաբերվում է ձայներ փոշիացնելուն կամ այս ընտրությունների մասնակցությանը, ես շեշտեցի, որ մենք 21 թվականի ընտրություններին 6-րդն էինք մասնակիցների մեջ։ Երաշխիք տալիս է, որ այստեղ էլ այդ արդյունքը կպահեք կամ միգուցե ավելի բարձր արդյունք գրանցեք, թե ավելի ճիշտ կլիներ հաշվի առնելով ճակատագրական իրավիճակը, այնուամենայնիվ Մենք միշտ հաշվի առել ենք ճակատագրական իրավիճակը եւ ես ասացի, որ մենք առաջինն ենք եղել միշտ իջեցնել կուսակցական դրոշակը եւ միանալ Այսինքն վստահ եք, որ անցողիկ շեմը հաղթահարելու եք։ Մենք այս փուլում վստահ ենք, որ անցողիկ շեմը հաղթահարելու ենք եւ մենք վստահ ենք նաեւ, եթե մենք ունենանք խորհրդարանական լծակներ, դուք կտեսնեք Բևերը ինչ մեծ գործեր է անելու Հայաստանի անվտանգության առումով, տնտեսական զարգացման առումով, մի խոսքով մենք ականջահաճո հասարակությանը դուր գալու հայտարարություններ չենք անում։ Մենք ամեն ինչ ասում ենք ռեալ, փաստարկված եւ բառացի ձևակերպված, ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Մեր զրույցի վերջում հարցս հետևյալն է, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը մարդկանց բաժանում է Հայաստանի Հանրապետության
իր ներկայիս պատկերացմամբ, որովհետև մենք չգիտենք 5 ժամ հետո Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ Հայաստանը ինչ տեսք ունենա, քարտեզը։ Ձեր Հայաստանի Հանրապետության քարտեզն ինչ տեսքն ունի։ Ես այսպես ասեմ, մեր հարավ-արևելյան սահմանները որոշվել են 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից Փարիզի վեհաժողովում եւ արևմտյան հայ-թուրքական սահմանը Վիլսոնի իրավարար վճռով։ Սա մեր իրավունքն է, անքակտելի իրավունք է։ Այդ Հայաստանի մեջ որ հատվածներն են մտնում, դա էլ ավելացրեք։ Արցախի հանրապետությունը, Արցախը, դաշտային Արցախը, Գարդմանքը, Նախիջևանը ներառյալ։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, օրագրի ժամանակը սպառվեց։ Օրը թող բարի լինի։